Ողջույն բոլորին։ Այսօր սկսվում է մեր փոքրիկ, բայց շատ սպասված ճանապարհորդությունը դեպի Վրաստան, Բաթումի։ Քչապակա։ Մենք հասել ենք Գյումրի, այստեղ կանգառ ենք արել, 10 րոպե հանգստացել ենք։ Հիմա արդեն հավաքվում ենք մեքենայի մեջ, վարորդն էլ կա, որ շարունակենք ճանապարհը։ Ամեն ինչ շատ լավ է, շատ հանգիստ ենք գնում։ Տրամադրությունը լավ է, տրամադրվածությունն էլ է լավ, հուսանք հետագայում ամեն ինչ լավ կլինի։ Գնացինք։ Մենք արդեն հասել ենք հոգնած, տանջված Քոբուլեթի։ Սպասում ենք, որ մեքենան գա, մենք 4 հոգով ենք, որ մեզ տանեն Բաթումի, ու հիմա հելել ենք Քոբուլեթում, ուղղակի ֆրֆռում ենք, տեսնենք ինչ կա չկա։ Մամի say hi։ Hi։ 1 ժամ, եթե ոչ ավել, մենք մնացել ենք Քոբուլեթիում, հոգնած, տանջված, սոված, չլողացած։ Մենք ուզում ենք մի րոպե ավել հասնենք մեր հյուրանոցին։ Տուրիստական ընկերությանը -1 բալ, այդ պահը շատ վատ կազմակերպելու համար։ Հուսամ հաջորդիվ կանցնի շատ լավ։ Երազում ենք արդեն հյուրանոց հասնելու մասին։ Չեք հավատա, բայց room tour վերջապես հասանք համար։ Ուղղակի չեմ կարող բացատրեմ, թե ինչքան հոգնած ենք, եկեք սկսենք մուտքից։ Вау! Это мне нравится. Здесь есть сушилка, фен, принадлежности ванная, душевая, անձեռոցիկ, բաժակներ, թեյ, սուրճ, գրաֆինյա, թեյնիկ, այստեղ սենց են մամանա, մահճակալը, գարդերոբը, այստեղ կա ադյալ, տապեչկի, վերմակ, կախիչները, այստեղ էլի հագուստի համար նախատեսված կոճակ, թել, այստեղ կուպկա կոշիկի համար, բան, ռաժոկ, աջ, հեռուստացույց, այստեղ մամա, վալյա, տեսարան, ու այնտեղ ծովնա, Ой, боже мой։ Ասել, որ մենք արժանի ենք այս ամենին, հատկապես մամաս, դա նշանակում է ոչինչ չասել։ Դե ինչ սիրելիներս, գնում ենք հանգստանանք, պատրաստվենք, թեյ սուրճ խմենք եւ երևի թե կգնանք ծովափ, այնտեղ պարկելու կամ քայլելու։ Ձեզ կվերցնեմ ինձ հետ, ցույց կտամ, թե մենք ինչ ենք անում։ Գնացինք։ Մենք այնքան հոգնած էինք, որ այս ամբողջ ընթացքում քնել ենք, հանգստացել ենք, շատ լավ ենք հանգստացել։ Հիմա արթնացել ենք, պատվիրել եմ մեզ շաուրմա, որ պետք է ուտենք։ Դրսում հիմա ցույց տամ ինչպիսինն է եղանակը։ Որ դրսում արդեն սենց է։ Անպածա, բայց շատ հավես է եղանակը, գնալու ենք քայլենք ափում։ Մեր իրեր ստեղ կապսիտա
թափթփված է, բայց դե ինչ արած։ Այստեղ հավի շաուրմա եմ պատվիրել, ֆրի ու վրացական լիմոնադ, փորձենք տեսնենք ու իրանց կոկա-կոլան։ Փորձենք տեսնենք ինչ համ ունի։ Դե ինչ, մեզ բարի ախորժակ։ Պակա։ Անձրև է գալիս, բայց մենք դուրս ենք եկեք հայլելու մամայի հետ, մամի, մազերս տպղվելա գլխից, բայց ոչինչ, քաղաքը, կայլ ասես մի հատ ֆոտո անել, հələ արդեն վերջացավ, բայց մենք դեռ քայլում ենք։ Ով է երջանիկ, ես եմ երջանիկ։ Բարի լույս, այսօր արթնացել ենք, նախաճաշել ենք ու վերցրել ենք մեր իրերը, գնում ենք դեպի ծովափ, որպեսզի լողանանք, հանգստանանք, արևահարվենք ու որոշենք հետո ինչ ենք անելու։ Սիրելիներս, մենք բավականին հոգնեցինք արդեն, այստեղ մեկանցկես արև է դուրս է եկել ու շատ ավառում, հիմա մենք ուզում ենք դրանք համար ուտենք, հանգստանանք ու տեսնեմ տաքսին Yandex-ը այստեղ աշխատում է ու կգնանք Բաթումի, այնտեղ պետքա որ լինեն նավեր, որով կարող ես գնալ նավարկության, ինձ ասեցին, որ մի հոգին արժի 20 լարի, գնամ տեսնեմ ինչքան արժի ու ինչ ուտություններ է, ինչքան է, քանի ժամով է, րոպեով է, թե ինչ ու Ձեզեք վերցնեմ հետս, մի նեղվեք, վայ, բոլորով միասին կգնանք։ Երեխեք չեք մոռացել, չէ, բաժանորդագրվում եք իմ ալիքին, գրում եք մեկնաբանություն, անպայման, դե ձեզ տեսնեմ։ Դե գնացեք, վայ, դե լավ դե, վայ, դե լավ դե, մի հատ բաժանորդագրություն է, էլի, давайте, жду я։ Մենք հասանք արդեն, այստեղ կոչվում է, չեմ հիշում ինչա կոչվում, անունը կգրեմ հետո, այնտեղ որտեղ որ կանգնած են այդ նավերը, հիմա գնանք գտնենք նավ, տեսնենք հնարավոր է արդյոք այս ժամին գտնել, մի փոքր անձրև է գալիս, բայց հուսանք դա մեզ չի խանգարի։ Մենք արդեն նավի վրա ենք սիրելիներս, նշեցիմ իմ ձայն լսվում է թե չէ։ Շատ հավես է իրականում, 20 լարի արժեր, ամեն մեկը 20 լարի ենք տվել, ու հուսամ ստորի դեջեղներ ենք։
որ դրանք աննկարագրելի զգացողություններ են, ոչինչ չասել, իրականում անսահման լավ էր։ Արժեքը ընդամենը 20 լարի էր, որը փոխարինում ես հայկական դրամով, առանձնապես շատ չի ստացվում, դա 2200-2300 դրամ, բայց հրաշալի էմոցիաներ են, հրաշալի, իրականում շատ երջանիկ է։ Եթե ես հնարավորություն ունենայի, ես յուրաքանչյուրին, ով ուզում էր այստեղ լինել, անկեղծ եմ ասում, սենց այդ զգացողություններս կհանեի ու կտայի ձեզ, որ դուք էլ զգայիք այն ամեն ինչը, ինչը որ ես եմ զգում այս պահին, բոլորիդ, յուրաքանչյուրիդ, ով որ ուզում է լինի այստեղ, ցանկանում եմ 1000 անգամ, 1000 միլիարդ անգամ ցանկանում եմ, որ գաք ու զգաք այդ զգացողությունները, ես ձեզ սիրում եմ։ Սերդեչկա բան։ Մոտակայքում կա ափ, անցնում ենք այս քարերի վրայով, այստեղ շատ քարային է ափը, անցնում ենք ու գնանք ափի մոտ, մի փոքր նստենք, վայելենք ծովը, ալիքները ու էլ հետ գանք շարունակենք մեր զբոսանքը։ Մենք այնտեղից ոտքով քայլելով եկել ենք մոտավորապես ժամ 20 րոպե ու հասել ենք մեր շենքերին, արդեն մեր հյուրանոցի։ Ամբողջական ուղիղ ճանապարհ էր, պալբաներով, այնտեղից հանգիստ կարող ենք քայլել։ Ուղղակի եթե հոգնած չեք, եթե կարող եք երկար քայլել, ապա շատ հանգիստ կարող քայլեք ու քայլելով գաք հասնեք այն կետին, որտեղ որ ձեր հյուրանոցն է, չգիտեմ, ձեր տունն է, ձեր ապարտամենտն է, իտակ դալի։ Հավես խոսալով եկել ենք, ամեն ինչ շատ լավ է։ Լույս, այսօր 3-րդ օրն է, այսօր մենք մի քիչ վաղ ենք արթնացել, որովհետև ըստ պլանավորվածության մենք ունենք տուր դեպի Լեռնային Աջարիա։ Շատ լավ է հնչում իրականում, բայց անձրևային է եղանակը, առավոտվանից անձրև է գալիս, շատ մեծ հույս ունեմ, որ այդ անձրևը չի փչացնի ոչ մի բան։ Եվ մենք կվայելենք այսօր ամբողջ օրը, դե ինչ գնացինք։ Արդեն եկանք հանդիպեցինք մեր գիդին, այստեղից ուղևորվում ենք արդեն մեր տուրը, եղանակը իրականում շատ վատն է, բայց հուսանք, որ դա մեզ չի խանգարի, գիտը ասեց, որ վատ եղանակային պայմանները դրանք խոչընդոտ չեն, սարերը ավելի սիրում են, որ գնանք տեսնենք, թե ինչ է մեզ սպասվում։ Մենք հիմա եկել ենք այն հատվածը, որտեղ որ երկու գետեր խառնվում են իրար, բայց ջրերը մնում են առանձին, այսինքն իրանք իրար հետ են, բայց մի ընդհանուր զանգված չեն դառնում։ Հենց այն հատվածում երկու ջրերը միանում են իրար ու մեկ ընդհանուր գետ է դառնում։ Այստեղ ավելի պարզ է երևում, այստեղ ավելի բաց է, այնտեղ ավելի մուգ է, ոտեսել այն եզրագիծն է, այսինքն միացման կետն է։ Մենք
Մենք հասանք Աջարիայի ամենամեծ ջրվեժի մոտ, որը կոչվում է Մախունցեցի։ Տուրիստները շատ են, մարդիկ շատ են, հոսքը շատ է, երթևեկությունը պրոստը ծայր աստիճան վատ է։ Ես չգիտեմ, իմ ձայնը լսվում է թե չէ, ես փորձում ինչքան հնարավոր է բարձրացնել։ Քիչ մնաց արդեն հասնում ենք։ Շատ սիրուն է իրականում, արդեն զգում եմ, որ շատ սիրուն է։ Սա վերջնական տեսքը։ Միասին նայենք։ Այսօր ոտի օր է։ Ոտ ենք մարզում։ Բոլորը նկարվում են, գալիս են, նկարվում են, իրականում շատ սիրուն է։ Պատմությունը չգիտեմ, հետագայում կկարդամ, կդնեմ, որովհետև Վրաստանի պատմությունը ես առանձնապես չգիտեմ։ Մեզ գիտը ասեց, որ Բաթումին ընդամենը 200 տարվա քաղաք է։ Բաթումիում առաջ եղել է բալոտա, դրանից հետո եկել են հայերը ու գրեկները, հույները, դրանից հետո արդեն եկել են վրացիները եւ իրանց համար խնդիր ա եղել Ադրբեջանի նավթը դուրս հանելու Ադրբեջանից եւ դուրս են հանել Վրաստան, այդպեսով զարգացնելով տնտեսությունը։ Սա կարճ ինֆորմացիա։ Այս տատին եկավ մտավ կադրից մեջ, տատի գնա։ Մաման գնացել կանգնել է հեռու, իրան ոչ մի բանը հետաքրքիր չի, ոչ մի բան չի ուզում անի։ Մենք արդեն ընդեղից իջնում ենք, ասենց աստիճաններով բարձրացել էինք, նույն աստիճաններով հետ ենք իջնում։ Այստեղ կան սուվենիրներ, հիմա գնում եմ սուվենիր նայեմ, մեզ սուվենիրներ վերցնեմ։ Շատ դանդաղ ենք իջնում, բոլորը նկարում են իջնում, դամանը դանդաղ ասենց նկարում ենք։ Всё, մենք ինչ-որ վատապատ ջրվեժ։ Մենք ջրվեժներ տեսանք ու հիմա գնում ենք մեր մեքենաների մոտ, առել եմ սուվենիրներ, ցույց կտամ, հեսա նստենք մեքենան, ցույց կտամ ինչ սուվենիրներ եմ առել ու հիմա գնում ենք հաջորդ լոկացիան։ Չգիտեմ, որ լոկացիանը հասնենք այնտեղ կասեմ, ուր ենք գնում։ Ուրեմն հիմա ցույց եմ տալիս, թե ինչ մագնետիկներ եմ վերցրել։ Ուրեմն վերցրել եմ մի հատ սենց Բաթումի մեր համար։ Ու սա էլ ընտրել եմ մաման իր համար։ Սիրուն են։
Մենք արդեն հասել ենք Մարտվիելի ջրվեժին։ Հիմա քայլում ենք դեպի այնտեղ, եղանակը շատ խոնավ է, շատ անդուր է իրականում այս խոնավ եղանակը։ Իհարկե կանաչը շատ ավելի սիրուն է երևում, բայց նախընտրելի էր արև կամ գոնե ոչ անձրև, բայց դե ոչինչ։ Հիմա հասնում ենք, մի քիչ էլ քայլենք ու հասնում ենք այդ ջրվեժին։ Այս ջրվեժներ տեսանք, հիմա գնում ենք, էմոցիաները գիտեք, շարքի տեսած մարդուն, չեն զարմացրից այս ջրվեժները, բնությունը իրականում շատ լավն է, բայց որ ասեմ, վաու, չգիտեմ, ինչ-որ սուպեր էմոցիաներ չկան դեռ, հուսամ հետո կնեմ, բնությունը արտակարգ է իրականում շատ սիրուն է, արժիր գալ, չեմ փոշմանում, դեռ չեմ փոշմանում, մաման արդեն փոշմանել է, ես դեռ չեմ։ Մենք հասանք այստեղ Ցարիցա Թամարայի կամուրջներ, որ ես անցա, շատ վախեցա իհարկե, ոտքերս դողում էր, բայց մեր գիդը շատ լավն է իրականում, սենց սրտիկներ իրան, դուխ տվեց անցա, շատ հավես էր, շատ, բայց այդ վախենալու է։ Սիրելիներս, մենք եկել ենք արդեն ստեղ հաց ենք ուտում, սա վերջի կետն է, այստեղ էլ հաց կուտենք ու արդեն կուղևորվենք մեր հյուրանոց, գնալու ենք հյուրանոց, այսօր հանգստանանք, հավաքենք մեր իրերը ու արդեն վաղը գնալու ենք Հայաստան։
Кручусь. Сейчас. Այսպես էլ ես ավարտում եմ վլոգը Վրաստանի, ովքեր որ բաժանորդագրված չեն, բաժանորդագրվեք իմ ալիքին, սեղմեք զանգակի կոճակը, մինչև լինեն նորանոր վլոգներ։ Շնորհակալ եմ, որ ինձ հետ եք, շնորհակալ եմ, որ նայեցիք մինչև վերջ։ Պակա-պակա։